այն նույն վստահությամբ, որը տեսել եմ ձեր աչքերում մեր շատ ծանր օրերին։ Մենք միասին անցել ենք դժվար ճանապարհներով։ Եվ այսօր ես այստեղ եմ, որպեսզի ձեզ ասել, պետք է փակենք պարտության և անօրենության էջը ընդմիշտ։ Իմ խոսքը լոկ քաղաքականության մասին չէ, այն ապրած խաղի և տեսած անհարթարությունների մասին է։ 2020 թվականին Պապանի ինքնապաշտպանության ժամանակ մեր ջոկատին վստահված էր ռազմավարական շատ կարևոր նշանակություն ունեցող դիրքեր։ Այդ դիրքերը կրում էին հորս Մակիչի անունը։ Մենք կանգնած ենք ամուր և պատրաստ ենք մեր կյանքը տալ այդ դիրքերի համար։ Սակայն 20 թվականի դեկտեմբերին ես իմ սեփական աչքերով տեսա, թե ինչպես են հանձնվում այդ դիրքերը։ Հարցից, թե ինչու եք հանձնում։ Պատասխանում, չէ որ նոյեմբերի 9-ի պայմանագրով հենց նշված է, ով որտեղ կանգնած է, պետք է մնա իր դիրքերում։ Ինձ պատասխանեցին, հանձնում ենք, որ խաղաղություն լինի։ Սա է ձեր բերած խաղաղությունը։ Այսօր ես հարց եմ տալիս գործող իշխանություններին, արդյոք այդպես ենք պատկերացնում ենք այս խաղաղությունը։ Արդյունքում կորցրեցինք ոչ միայն այդ բարձունքները, այլև ունեցանք նոր պատերազմներ։ Կորցրեցինք Արցախը։ Հայաստանի սուվերեն տարածքից թշնամի ռազմակալեց ավելի քան 230-ից 240 կիլոմետր տարածք։ Մենք բոլորս թռնում ենք։ Սա է ձեր բերած խաղաղությունը, ապագան։ Կներեք ուզվելուս համար, ժողովուրդ ջան։ Սա է պատճառը, որ ես այսօր կանգնած եմ այստեղ։ Ես միացել եմ ուժեղ Հայաստան դաշինքին, քանի որ հավատում եմ, որ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ մենք կունենանք ոչ թե մուրացիկ, այլ արժանապատիվ և ուժեղ խաղաղություն։ Երաշխավորված է ոչ թե խոսքերով, այլ գործով և հզոր բանակով։ Մենք տեղափոխում ենք մի նոր փուլ, որտեղ Սյունիքն այլևս չի լինելու լուր դիտորդի դերում։ Մենք բերում ենք ուժեղ և տեսանելի փոփոխություններ։ Մեր ծրագիրը խոսքում չէ, այլ երկատյա կամք վերականգնելու մեր անվտանգությունն այնպես, որ յուրաքանչյուր սյունեցի իրեն զգա իր տանը ինչպես տեր և պաշտպան։ Սյունիքը լինելու է մեր հաղթանակների և վերածննդի հիմնասյունը։ Հիշեք, իրական փոփոխությունների և հզորացման թիվը 3-ն է։